Անկախ դիտորդը ահազանգել էր, որ ՔՊ-ի հանրահավաքին դասապրոցեսի ընթացքում ուսուցիչներ, աշակերտներ են տարվել, ավելի ճիշտ գնացել, որովհետև ասում էր հարկադրաբար գնալու մասին խոսք չկա, եւ մենք տեսնում ենք նաեւ տեսանյութերում, թե ինչպես են երեխաները շարված, Նիկոլ Փաշինյանը քաղցրավենիք է բաժանում, ինչ որ ահազանգներ մի ստացել է։ Մենք ըստ էության 3 այս հարցի հետ կապված ինքներս ենք մշտադիտարկում իրականացրել եւ մի քանի հարցումներ ունեցել ենք ու դրա հետ կապված նաեւ 3 ես հրապարակային հայտարարություն եմ տարածել, անդրադառնալով այն հանգամանքին, որ ճիշտ է իհարկե երիտասարդների, երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներին կարեւոր է, իրենք այո պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին, բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի առաջնահերթ եւ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Սա կարևոր հայտարարություն էր նաև նախազգուշական նպատակ ունեցող, որովհետև իհարկե օրինակ, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաև քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Դուք այսինքն հավելյալ ճշտումներ արել եք, որովհետև այնտեղ օրինակ News-ը տեսանյութեր հրապարակել, ուսուցիչները այսպես ասում են, հա մենք ենք եկել, շատ էինք ուզում Փաշինյանին տեսնել, դրա համար դասերը կարճ ենք կազմակերպել, որպեսզի գանք։ Ես հենց այդ դրվագի մասին եմ խոսում։ Բայց ինչ քայլեր դուք ձեր մանդատի շրջանակում ինչ կարող եք անել, որտեղ մեր մանդատի շրջանակում առաջին հերթին կրթության իրավունքը երաշխավորելն է, որովհետև մենք բնականաբար վստահ եմ տեղեկացված եք, որ ոչ վարչական ռեսուրսի չարաշահման, ոչ համանման այլ գործընթացների հետ կապված չունենք լիազորություններ, բոլորովին այլ լիազոր մարմիններ կան այդ հարցերի առումով։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաեւ բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված է որևէ հանգամանք հարկադրանքի իր մեջ ներառի եւ այլն, բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ process-ն ենք ուսումնասիրում։ Դպրոցի տնօրենի զանգել եք դրանից հետո, ի վերջո իր իրավասության տիրույթում է եղել դա ձեր մանդատի շրջանակում, կարող եք չէ զանգել հարցնել օրինակ ինչ։ Եկեք մեր հաղորդակցության մեթոդների վերաբերյալ ես հիմա չխոսեմ, որովհետև մենք հաղորդակցության տարբեր մեթոդներ ունենք, բայց բնականաբար մեր հիմնական պաշտոնական մեթոդը մարդկանց զանգեր կատարելը չէ, մենք պաշտոնական նաև հաղորդակցության մեթոդաբանություն ունենք, որը այդ թվում գրավոր պարզաբանումներ պահանջելն է, իհարկե բացառապես մեր իրավասությանը վերաբերելի հարցերի հետ կապված եւ վստահ եղեք, որ այդ բոլոր մեթոդները մենք կիրառում ենք։ Կոջյանի անվան դպրոցի վերաբերյալ ուսումնասիրություն կամ նախ ահազանգ ստացել եք թե ոչ, որովհետև լրատվականներից մեկը գրել էր, որ տնօրենը բռնության է ենթարկել աշակերտներին, չնայած որ նա հերքել է, բայց դուք գնացել եք այդ հայտարարության հերքել եւ ունեք արդյոք Մենք անմիջապես կարող եմ ասել, որ ինքներս ենք մշտադիտարկում, եթե չեմ սխալվում, հատուկ ահազանգ հարցի հետ կապված չենք ստացել, բայց մենք մշտադիտարկման գործընթաց ինքներս մեր նախաձեռնությամբ ենք իրականացնում եւ այդ թվում այդ հայտարարությունները կամ այդ զանգվածային լրատվության միջոցներով տարածված հաղորդագրություններն ենք ուսումնասիրում եւ այո, յուրաքանչյուրի հետևից գնում ենք, բայց նորից եմ կրկնում, խնդրում եմ նկատի ունենալ, որ բացառապես մեր մանդատի շրջանակներում, որովհետեւ հարցեր կան, որոնք ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորություններին են առնչվում եւ դա է պատճառը, որ մենք բացառապես մեր մանդատին առնչվող հարցերի ենք անդրադառնում։ Եվս նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսույթին կուզեի անդրադառնալ, ընդհանրապես լավ չգիտեմ, նորմալ օրինակ դրսևոր որ քաղաքական գործիչների կողմից այդ արտահայտությունների վերաբերյալ ձեր դիտարկումների Մեր մասով կարծում եմ այս առումով շատ հստակ է եղել եւ թե նախկինում նույնիսկ հատուկ հայտարարություններ ենք տարածել, իհարկե հայտարարությունների հիմնական մասը ավելի նեղ մեր գործառույթին է առնչվել, որովհետեւ մեր հիմնական գործառույթը ատելության խոսքի կանխարգելմանն է, հա, վերաբերում այս ոլորտում
հատուկ մի քանի հայտարարություններ ենք արել։ Ես կուզենամ նշել, որ չի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են, եւ ես կարծում եմ, որ դրանում կարևոր դերակատարություն է ունեցել թե մեր, թե մի շարք այլ դերակատարների, այդ թվում ակտիվ հրապարակային խոսքը հակազդեցության այս հարցերի հետ կապված, բայց իհարկե որպես մարդու իրավունքների պաշտպան չեմ կարող հատուկ չշեշտադրել, որ նույնիսկ խոսքի այն տեսակները, որոնք միգուցե օրենքի տեսանկյունից պատժելի չեն, այսպես ասած, բայց դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակներում, թե ձեր նշած արտահայտությունները, թե մի շարք այլ արտահայտություններ կլինեն, ես կոչ եմ անում նորից հորդորում եմ ուղղակի չօգտագործել քաղաքական գործիչներին, որովհետև դարձյալ հատուկ կրկնում եմ, նույնիսկ եթե օրենքի տեսանկյունից դա պատժելի չէ, դա ընդհանուր միջավայրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Եթե այստեղ բայց գրի վերջին հարցը Տիկին Մանասյան, այս պահին Անետ Կորածին ծառայող Կարեն Ազատյանի Գևորգյանի հայրը նստացույց է իրականացնում, երրորդ օրն է արդեն։ Ձեր մանդատի շրջանակներում դուք ինչ կարող եք անել կամ այս ընթացքում 6 տարիների ընթացքում ինչ է արվել մի գրասենյակի կողմից եւ պատրաստում եք մոտենալ։ Եթե դեմ չեք ուղղակի նախապես զգուշացնեմ, որ սա վերջին հարցն է, կներեք սիրելի գործընկերներ, ուղղակի ես շտապում եմ պաշտոնական հանդիպման, այս հարցի մասով պիտի նշեմ, որ մենք ոչ միայն այսօր, այլ գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ պարբերաբար ենք հանդիպումներ ունենում եւ անձին 3 իմ հանձնարարությամբ իմ աշխատակազմի ներկայացուցիչները եւս այցելել են, հանդիպում ենք ունեցել։ Իհարկե իմ հիմնական հաղորդագրությունը, որը նաեւ ազգային ժողովում տարեկան հաղորդում է ներկայացնելիս, ես հատուկ շեշտադրեցի, այն է, որ պետք է ամեն ինչ անի, թե պետությունը, թե միջազգային հանրությունը գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ, սա առաջնահերթ նպատակը բնականաբար պետք է լինի, եւ իհարկե քաղաքացիները տարբեր թե սոցիալական, թե ընթացիկ հարցեր են ներկայացնում, որոնց մեր հաստատությունը ի սկզբանե, 2020 թվականից սկսած, ես չեմ ուզում անդրադառնալ միայն իմ գործունեության ժամանակահատվածում, որովհետեւ սա ինստիտուտ է, ուզում եմ ինստիտուցիոնալ մոտենամ, հենց ամենասկզբից ես կարծում եմ շատ ակտիվ է ներգրավված եղել եւ հիմա էլ ես ինքս եմ հարցերի հետ կապված շատ ակտիվ, թե բազմաթիվ սոցիալական հարցերի հասցեավորման, թե բացի սոցիալական հարցերից, օրինակ քրեական վարույթներին առնչվող հարցերով, օրինակ հարազատներին տուժող ճանաչելու ներողություն իրավահաջորդ հետո, այո, այդ process-ում ես ինքս շատ ակտիվ ներգրավվածություն եմ ունեցել ու մեր դիրքորոշման արդյունքում է, նաև ընդհանուր process-ը փոխվել եւ մի շարք այլ հարցեր եւս։ Կարծում եմ այս հարցի հետ կապված հիմնական գաղափարն այն է, որ ասցի արդեն ճակատագրերը պարզելու ուղղությամբ ամեն ինչ պետք է արվի, քաղաքացիների հետ հաղորդակցությունը պետական մարմինների կարծում եմ պետք է անընդհատ կատարելագործման փուլում գտնվի եւ իհարկե իրենց հարցերը անընդհատ պետք է հասցեավորվեն, բայց կներեք ներողություն եմ էլի խնդրում։ Պարզաբանում խնդրել եք, այսինքն դպրոցից երեկվա միջադեպով։ Մենք դպրոցներից չենք խնդրում գրավոր պարզաբանում, մենք այլ պետական իրավասու մարմիններ կա, այո, դրա հետ կապված կզբաղվենք։ Շնորհակալություն։